ես չեմ ուզի նեղացնեմ երբեք այս պետությանը, որովհետև շատ քիչ են մնացել իսկական ֆրանսիացիները, մի ընտանիքում ապրում են, ամուսիններ կարան ասեն, այս շատ փողը դու պետք է մուծես, այս դու։ Եթե ասում ես հայ ես, արդեն մեծ առավելություն է, որ դու հայ ես։ Ամենամեծ շտամպը կա էլի, հա։ Սարքավորումները, այն հնարավորությունները, որ ունեն այստեղի բժիշկները։ Եթե ունենան Հայաստանում այդ բժիշկները, եսի ինչ է կանեն մեր հայերը, հայ, մենակ հայերն են տենց անում, հայերը։ Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Հասմիկ Պարոնիկյանը, ով ապրում է Ֆրանսիայում եւ այսօր կներկայացնի իր ճանապարհը։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաեւ հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ Հասմիկ ջան։ Բարև ձեզ Շուշան ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Անկեղծ ասած, հրավերին շատ անմիջապես պատասխանեցի, առանց մտածելու, բայց ես էլ եմ շատ ուրախ, փորձենք լավ զրույց անցկացնել։ Վստահ եմ, հաճելի զրույց ենք ունենալու։ Փոխադարձ։ Եկեք պատմեք մեզ, ինչպես հայտնվեցիք Ֆրանսիայում եւ ինչու հենց Ֆրանսիա։ Այ, ամենադժվար բանը, քանի որ ես իմ կյանքի ընթացքում երբեք ոչ մի անգամ չեմ մտածել Հայաստանից դուրս ապրելու, անգամ գնալու մասին, անգամ արձակուրդներ անցկացնելու Հայաստանից դուրս չեմ մտածել, բայց այդ որոշումը շատ հանկարծակի եկավ ու որոշեցինք այսպես, մտնենք դեսպանատուն, անցնենք, գնում ենք, չէ, ոնց որ այդ էր պատճառը, որ առաջի sense հապճեպ պատասխան եղավ ու ստացվեց այնպես, որ անցանք, վիզան ունեցանք, շատ երկար ժամանակով, շատ արագ, իսկ Ֆրանսիա գալը այդ ընթացքում արդեն մի քիչ մտածում էի երեխաներից, տղաներից, երկու տղաներս կային, երկու տղաներից ուսման մասին, իրանք շատ լավ դպրոցում սովորում էին, շատ բարձր գնահատականներով, միշտ հպարտանում էի, որ շատ գերազանց սովորող տղաներ ունեմ, մտածում էի, որ ավելի բարձր կրթություն պետք է ստանան դրսում, կարելի է փորձել։ Ու հենց այդ պատճառը եղավ, որ մենք պատճառներից մեկը, որ անցանք ու եկանք Ֆրանսիայից, Ֆրանսիա, որովհետև բարեկամ ունեինք արդեն այն որ ասում եմ, եթե գնում եք միտեղ գոնե ընդունող լինի, որտեղ իսկ հենց Մարսել, որովհետև արդեն գիտենք, որ Մարսելը ինքը որպես քաղաք շատ տաք է, կլիման շատ տաք է, ու եկանք միանգամից Մարսել, ընդհանրապես։ Բայց հենց այդպես էլ կար ձեր համար, որ իբրև տեղափոխվեցիք այնպիսի երկիր, որտեղ կրթությունը ավելի լավ էր։ Այսքան ժամանակ անցել է, ես շատ երկար եմ միշտ խորում եմ այդ մասին ու բոլորին ասում եմ, որ ոչ։ Հայաստանի կրթությունը մնում է ինձ համար լավագույնը ու բարձրը։ Փառք Աստծո, այստեղ էլ իմ տղաները ստացան բարձր ուսում, ստացան մագիստրոս են ասում, մաստեր են ասում, բայց Հայաստանում մագիստրոս են, ստացան բոլոր իրանց բարձր կրթություն այդ աստիճանները ունեցան, բայց անկեղծ ասեմ, ես համոզված էի, որ իրանք ոչ մի դեպքում ավելի պակասը չէին ունենա Հայաստանում, իհարկե հիմա արդեն, որովհետև շատ անցել տարիներ, այն ժամանակ չգիտեմ ինչի, երևի տենց ասում էին, որ Եվրոպայի կրթությունը հատուկ է, բան, չգիտեմ, ուրիշ է, բան, բայց չէ, իմ անձնական կարծիքը, որ չէ, ես կարծում եմ, որ նույնը, որովհետև ես էլ ամուսինս էլ Հայաստանում ենք կրթություն բարձր ստացել, բարձրագույն կրթությունը Հայաստանում ենք ստացել, ոչ մի ձև չի զիջում, ոչ մի ձև չէ, անգամ, եթե չփորձեմ ստել, անգամ մեզ այստեղ ասում են, դուք ինչ կրթություն եք ստացել, որ այդպես գիտելիքներ ունեք, որովհետև անգամ լեզուն չիմանալով մենք կարողանում ենք, որովհետև 4-ս էլ ընտանիքում բոլորս ֆրանսերենը մեր մոտ 0 չունեինք, անգլերեն, ռուսերեն, հայերեն տիրապետում ենք, ես էլ ամուսինս էլ տղաներս էլ, բայց ֆրանսերեն 0։ Ու մենք ֆրանսերենից 3 ամիս հետո քննություն տվեցինք, մեզ ասեցին, բա դուք ասում եք լեզուն չգիտեք, ասում ենք մենք ուղեղ ունենք ու լատիներեն տարերին ենք տիրապետում, ընդհանրապես դա լոգիկաներ ունեինք, կարողանում ենք քննությունը հաղթահարել, այդ շեմը անցնել,
քիչ դաստեղ տենց է, եթե դու պետք է հասկանաս, պետք է անցնես 40 միավորով, 40-ի եթե պետք է ունենաս 40 միավոր, 20 հավաքես, անցնում ես, պետք է չի էլի, հա, գոնե կեսը պետք է հավաքես, իսկ մենք կեսից ավել ենք հավաքել։ Բայց այդքան հեշտ լեզու է ֆրանսերենը։ Այո, հեշտ չէր, բայց ասեմ, ինչ էր, դե այդ ամենամինիմալն էր, A1 էր կոչվում են ժամանակ այդ լեզուն, դե նոր էինք եկել, սենց շատ արագ որոշեցինք, պետք է շատ արագ ինչքան հնարավոր է հասկանանք այդ բայերը, ամեն ինչ են մինիմալը կարողանանք, էլ եմ ասում, ինձ թվում ավելի լոգիկան էր, ավելի շատ, ու մեկ էլ մի քիչ էլ երևի ուղեղը, չգիտեմ, ստացվեց, ես էլ ամուսինս էլ կարողացանք այդ մի քննությունը կարճ, շատ կարճ քննություն անցնենք, բայց հիմա ես ձեզ ասեմ, արդեն երկար ժամանակ ապրած այստեղ, չէ, ինքը հեշտ լեզու չի, ճիշտ է, առաջ չէի սիրում, հիմա սիրում եմ, որովհետև երևի արդեն օգտագործելուց հետո ավելի սիրեցի լեզուն որպես լեզու, բայց չէ, հեշտ լեզու չի, չէ, հեշտ չի, հիմա բավարար գիտելիքներ ունեմ, չեմ ասի գերազանց, որովհետև չունեմ գերազանց գիտելիքներ լեզվի առումով ֆրանսերենի, բայց չի խանգարում, ամեն ինչ կարողանում եմ անել։ Երեխաները բայց հայկական բանով ընդունվեցին, հայկական ոնց որ դպրոց կամ հայկական ինչ-որ բան շարունակեցին իրենց ուսումը, թե միանգամից հենց բուր ընդունվեցին իրենք։ Չէ, այստեղ տղաներս քոլեջից սկսել են, իրանք սկսում են ավելի մանկապարտեզից 3 տարեկանից, բայց մերոնք ոնց որ արդեն քոլեջը, ստեղի քոլեջը տղաս մեկը առաջին տարին նստեց, մյուսը վերջին տարին նստեց, ճիշտ է շատ դժվար էր, բայց իրանք դպրոցում մինչև դպրոց ընդունելը, որովհետև մենք հենց եկած րոպեից ասեցինք, որ մեր համար ամենակարևորը երեխաների դպրոցը տեղավորելն է, որտեղ մենք ուզում ենք ոչ շատ արագ լեզուն վերցնեն, ավելի մեր միտքը դրա մասին է, իրանք դպրոցում ունեին դասեր հատուկ, ֆլեոյի դասեր էր կոչվում, որ ինքը լեզուն ասենք կարային նստեին ֆրանսերենին ու մաթեմատիկային, իսկ մնացած մյուս առարկաների ժամանակ իրանք ստանում էին հատուկ դասարան, որտեղ ֆրանսերենը լավացնեին։ Եթե սուտ չեմ կարողանում հիմա հիշեմ ինչքան տևեց այդ ժամանակը, որ ամբողջ դասերին չէին նստում մենակ ֆրանսերենի ու մաթեմատիկայի, բայց իրանք այդ կարճ ժամանակահատվածում ինձ թվում է ավելի շատ մաթեմատիկայի գիտելիքներն էին տեսել ու ասել էին, այս երեխեքը խելացի են, այս ուղղակի իրանք լեզու չունեն, ֆրանսերեն լեզուն չգիտեն, թե չէ շատ խելացի են, ու այդպես էլ հարկացու ստացվեց դենց մի բան, մի փոքր բան պատմեմ, եթե կարելի է, փոքր տղաս դպրոցում այդտեղ մաթեմատիկան շատ թույլ, իմ համար շատ թույլ մակարդակ է, փոքր տղաս 10 տարեկան էր, բայց արդեն աղյուսակը ամեն ինչ գիտեր շատ լավ, այստեղ աղյուսակ իմանում են 15, եթե իմանում են, եթե գիտեն, 15-16 տարեկան, եթե, դա այդքան վատ է, ուզում եմ ասեմ, տղայիս մաթեմատիկական վարժություններ էին տվել, հաշվարկներ, տղաս եռանիշ թվերը մտովի հաշվել, պատասխանները ասել էր կամ գրել էր, հետո ասել էին, հենց մի հատ թղթի վրա ինչ տալիս են, կարա, ինչ արել է, այդ բանը, մետրեսը ոնց, ուսուցչուհին վերցրել էր ու պատրել թուղթը, ես իմ երեխես չէր հասկացել, դե որտեղ չի հասկանում լեզուն, հետո ով որ այդ ժամանակ մեզ օգնում էր լեզվի հետ կապված թարգմանում էր, կանչեցինք դպրոց, ասեցինք մի հատ կասես, ինքը շատ ազդվել է, ինչի են իր թղթերը պատրում, բարձվել էր, մտածել էին ինքը խաղում է, կատակ անում, թվեր է գրում, չի կարա երեխեն տենց արագ պատասխանի էլ այդ տարիքում տենց, հետո ընկերուհիս ասել էր փորձեք հենց հիմա իրան մեր ներկայությամբ անեք, դուք էլ վերցրեք ձեր կալկուլյատորը ու հաշվեք, հաշվիչը, ու իրանք այդ օրվանից հետո, չեմ կարող ասեմ, ասել էին մեր դասարանի հաշվիչն է ինքը, ինչ ուզենք կարանք իրան հասցնենք, այդքան ցածր մակարդակ էր, ուզում եմ ասեմ, էլի ես առաջի հիասթափությունը մաթեմատիկայից այդքան թույլ է, ես զարմացել էի, ու միջև օրս էլ տենց է, հիմա աղջիկս է արդեն, ու իրանց դասարանում էլի շատ բարձր տեղ ունի, ու էլի ասում եմ, մամ, գիտես, այնքան շատ մարդ 14 տարեկան կլինի շուտով, ասում եմ, գիտես, մամ, մեծ մասը չգիտի աղյուսակը, մեծ մասը, եթե դու ասես ամենայն նվազ, երկու անգամ 2 կամ 3 անգամ 6, չգիտեմ, տենց թեր, չեն կարող պատասխանել, այդքան թույլ է, էլի, հետ եմ ուզում ասեմ, չգիտեմ,
Այդ իմ անձնական կարծիքն է, ես միշտ ասում եմ, ես ինչի մասին խոսում եմ այսօր, ես խոսում եմ իմ ընտանիքի, իմ երեխաների առումով, իմ փորձից։ Կարող է մարդիկ լինեն, որ չհամաձայնվեն, բայց ես ասում եմ այն, ինչ որ տեսել եմ, ինչ որ մտածում եմ։ Բայց հետաքրքիր ինչու է պայմանավորված, այսինքն ծնողն էլ չի փորձում միջև 14 տարեկանը նյուժելի այդ երեխային կարիք չի լինում, որ գնա խանութ, օրինակ 2 հատ հաց պիտի առնի, պետքա բազոպատ մանավուսակի իմանա, որ առևտուր անի, չէ։ Այդտեղ չեն գնում այդ տարիքում։ Անկեղծ ես հիմա չեմ ուզի մի քիչ շատ վատ բաներ ասեմ, բայց որ ասեմ կհիասթափվեք, որովհետև իրականում շատ դժվար։ Իրանք անգամ ես մի առիթով դպրոցներ աղջիկս մանկապարտեզում էր, երևի 4 կամ 5 տարեկան շատ անհանգստանում էի, որովհետև մենք տանը կոնկրետ բոլորս հայերեն եմ խոսում, ոչ մի լեզու չկա օտար, իհարկե միջամտությամբ ռուսերեն բառերի, որ սովորենք, որ այդ բառերը ռուսերեն ենք օգտագործում։ Աղջիկս մանկապարտեզում էր, ես մոտեցա, ասեցի, գիտեք, ես շատ եմ անհանգստանում, որովհետև ես գիտեմ, որ ինքը կսովորի լեզուն ֆրանսերեն, բայց մտածում եմ, կարող է չհասկանա, կարող է ինչ-որ բաներ լինի, ինձ ասեցին, Տիկին Առաքելյան, դուք մի անհանգստացեք, ձեր աղջիկը շատ լավ հասկանում, շատ լավ խոսում է։ Ու ես զարմացել էի, ասում էի, Ժանու, դու կարողանում ես ֆրանսերեն խոսած, որտեղ ես չէի լսել, որ ֆրանսերեն խոսում է կամ ընդունում է, բան։ Հետո հասկացա, որ ինքը կարա խոսա, բայց իր համար շատ ավելի կարևոր էր հայերեն խոսել։ Ու ես զուգահեռ կարա հայկական դպրոց, այստեղ մենք ունենք դպրոց հայկական շաբաթական 2 օր Աբովյան վարժարանա կոչվում է եկեղեցուն կից, ընդեղ ինքը սկսեց գրել, կարդալ, սովորել, արդեն երևի մի 4-5 տարի գնաց ու ասեց մամ արդեն ահագին կարողանա, ճիշտ է, ուղղագրական սխալներ կարա լինի, բայց ինձ համար որ կարողանում է կարդալ, կարողանում է գրի, այդ արդեն հերիք է։ Ուզում եմ էլի հայերենին։ Ոյ, մեր մոտ ես կարծում եմ բոլոր ընտանիքներում է շատ կարևոր հայերեն լեզուն, առավել եւս այն երեխեքին, ովքեր որ Հայաստանում չեն ծնվել, այստեղ են ծնվել, ու պետք է պարտադիր է, ամենաառաջի պայմանն է, որովհետեւ այստեղ շատ են ասում, դուք դա հայերեն մի խոսեք, հենց դրա համար երեխաները չեն սովորում լեզուն, բան, ես ասում եմ, որ ոչ, մեզ եղավ պատճառ տենց մի օր, որ գիտեք, դուք պետք է տանը ֆրանսերեն խոսաք, որ ձեր լեզուն բացվի։ Ես էլ ասացի, գիտեք, միակ տեղն է մեր ընտանիքը, որտեղ որ մենք պետք է խոսենք մեր լեզվով հայերեն։ Այդ ոչ մի ձև չենք փոխի, ոչ մի, չգիտեմ, ոչ մի պատճառ չի լինի, որ մեզ տիպի մենք կարողանանք տան մեջ հայերեն չխոսենք։ Ու պահում ենք հայերենը շատ լավ, ինչքան հնարավոր է բարձր։ Այ եթե ֆրանսիական դպրոցներից ինչ-որ դրականը մեզ ներկայացնեք, կա այդ ձևի ինչ-որ մի հատ կողմ, որ շատ է տարբերվում հայկական դպրոցներից ու շատ կուզեիք, որ մեր մոտ էլ այդպես լիներ։ Այո, ասեմ, ամենամեծը ու ամենաշատը դա եմ հավանել, իրանք գիտեք ինչ են անում, իրանք հերիք չի, որ շատ կարճ ժամանակ, 2 ամիս ընդամենը տեղողությամբ դասա, ոնց են ասում, խարորդները տեղում, 2 ամիս հետո անպայման 2 շաբաթ արձակուրդ։ Պարտադիր է համարյա։ Չէ, նայեք, այստեղ մենք անում ենք ընդամենը 3 կիսամյակ, չէ, 3 կիսամյակ ունենք, որ արձակուրդները 3 կիսամյակը մեկ չի լինում, թե չէ Հայաստանում, ես ճիշտ ասած կարող եմ հիմա մոռացել եմ, բայց ին հիշելով այդքան հաճախ չի, հիմա մեր կապը Հայաստանի հետ իմ եղբոր աղջիկները դպրոցի որ կան, ես իրանց հետ հետո համեմատում եմ, որ ինձ ասում են շատ արագ է ձեր մոտ արձակուրդները, ասում եմ 2 ամիսը մեկ, պարտադիր, ինքը 2 շաբաթով արձակուրդ է, ամենամեծ արձակուրդն էլ ընդամենը ամռանն է, համարյա 40 օր, 3 ամիս չի, էլի 45 տենց կարող լինի, շատ, մենք մինչև հուլիսի 5-6-ը մեր դասերը տեղում են, էլի։ Մեր մոտ 2 կիսամյակ է, բայց 2 ամիսը մեկ մի շաբաթով հանգստանում են, բայց դեգորե ամառն էլ 3 ամիս են հանգստանում։ Այդ է դրա համար ինձ թվում է հենց այդ է պատճառը, որ մինչև մայիս դասերը վերջանում են, իսկ մեր մոտ դեռ հələ 2 ամիս էլ հունիս շարունակվում են էլի դասերը։ Իսկ ամենաշատն է, գիտեք ինչի, որովհետև իրանց թվում է, որ երեխեքի ուղեղը հոգնել է։ Պետք է շատ արագ իրանց բայց ես մի բան ասեմ, հետաքրքիր իրանց համար, իրանք այտենց շատ sense
մեր նման խիտ էլ չեն տալիս դասա process-ներ այդ ընթացքը շատ չի որ ասես գիտես վայ երեխեքը շատ թեթև է վայ ոնց են հոգնում դասապատրաստումներ չկա տանը ընդհանրապես հենց մի քանի ժամանակ առաջ աղջկաս այդ գնացել էի վերցնել այդ ամփոփաթերթիկը այնտեղ ծնողներից մեկը ասում է գիտեք ասում դասղեկը ասում է որ գիտեք պետքա շատ ուշադիր լինեք շատ ցածր առաջադիմությունը ընդհանրապես չեն աշխատում ոչ տանն են աշխատում ոչ դասարանում են աշխատում բա այդ կինը վեկացավ ասում է դուք մի ձև գտեք որ իրանք ձեր մոտ էլ աշխատեն մեր տանն էլ աշխատեն ասած շշմած նայում ասում Փաստորեն հələ մի հատ իրանք են բանը մունած գալիս հələ մի հատ դու պետք է հետևես տանը քո երեխուն այս մարդիկ ստեղ չեն կարողանում անեն այնց որ ձեր երեխեքը լսեն ու ընդունեն ու սովորեն ուր մնաց ձեր տան մասին մտածեն էլի բայց անում են հնարավորինս ինչքան որ իրանք ես հասկանում եմ որովհետև այդ ավելի շատ ձեզ ասում եմ ինչի որովհետև աղջիկս է գալիս ասում գիտես մամ այնքան են խանգարել դաս չպատմեց ասեց էլ չեմ պատմելու էլ չեմ բացատրելու գնացեք սովորեք այտենց իսկ Հայաստանում ես գիտեմ որ տենց բան չկա ոնց դաս խանգարելը որն է ուսուցչուն չլսելը որն է ես գիտեմ որ տենց բան չկա եթե մտնում ես դասարան ուրեմն всё դասա process է պետք է լսել վերջացնել հետո ինչ կուզես արա Այդ առումով իմ կարծիքն եմ դա ասում ավելի շատ է հեշտացրած շատ է անտեսած էլի իմիջայլոց է ավելի շատ եւ դրանից է որ ավելի ուսումը մակարդակը ավելի ցածր է կոնկրետ Մարսելում ես էլի եմ ասում կոնկրետ Մարսելի մասին եմ խոսում դրա համար ստեղ դպրոցներ կան որոնք որ սեփական իրանց միջոցներով մի քիչ ավելի բարձր մակարդակի են իրանց ուսումը տալիս ավելի խիստ են հայերը հիմնականում ուսում են որ իրանց երեխեքը սովորեն այդպես դպրոցներում բայց չէ իմ աղջիկը սովորում է պուբլիկ այդ սովորական դպրոցում պետական դպրոցում ու շատ բարձր գնահատականներով փառատու Այմեջ որ ասեք դասապատրաստում չկա կամ խմբակներ չկա որ ասենք աշակերտը եկավ տուն ինչով պիտի զբաղվի եթե ծնողներ չի զբաղվում ենթադրում եմ դե այդտեղ հիմնականում աշխատում են չէ աշխատանք գտնելու խնդիր չկա մեծերի համար բայց երեխաները ինչ պետք է անեն տանը Գոնե մեր մոտ խմբակների են գնում կամ չգիտեմ զբաղվում են Այստեղ էլ կա խմբակներ այստեղ էլ ենք մենք էլ ենք գնում խմբակների հաճախում ենք ճիշտ ասած օտարի մասին չեմ կարող խոսել բայց ես ինձ որ աղջիկ ես ավելի աղջիկաս օրինական ասեմ տղաներից մի քիչ ավելի քիչ են պատմել քիչ են ասել մի քիչ ավելի քիչ են լսել իսկ աղջիկաս որ ստեղ է ծնվելու ավելի այն սկզբից գիտեմ իր հետ ինքը ինձ ասում մամ Ինձ ասում են դու ոնց ես անում որ այդքան խելացի ես ասում ես ասում եմ ես տանը ինչ որտեղ լսում եմ նույնը տանը կրկնում եմ նույնը սովորում եմ ինչ ունեմ այնպես չի որ ոչինչ չեն տալիս են բաներ կա որ առաջադրանքներ բայց անպատրաստ կարան գնան դպրոց չկա այդ պատասխանատվությունը որ դպրոց գնալ չի կարելի առանց սովորելու չի կարելի անպատրաստ միշտ Ժանն աղջիկս ասում է գիտես հետաքրքիրը որն է որ օրերը որ պետքա գրենք ստուգողականներ իմ կողքը նստողները կռիվ են անում ով նստի կողքս որ արտագրեն մամա բայց ես ինչ ջղայնացնում ասեմ Ժանուլ եթե քեզ չի խանգարում Իրանց ուղեղի համար է վատ դու մի անհանգստաց եթե քեզ չեն խանգարում ով ուզում է թող նստի կողքդ բայց ինքը ասում է զարմանում եմ մենակ իրանց համար պետք է գնահատական ստանան որ ծնողները իրանց վրա չջղայնանան ուրիշ ոչ մի բան իրանց գիտելիք հետաքրքիր չի հասկանում ես մամա իրանց ուղեղը իրանց հետաքրքիր չի հետո էլ ինձ հարցնում են ասում ինչի են ասում դու ինչ ես այդքան խելացի որովհետև համ տանն եմ սովորում համ դպրոցում լսում եմ դրա համար երևի պետքա սովորեմ ինչ պիտի անեմ որ խելացի լինեմ ուրիշ ոչ մի բան չեմ անում ասում այդ է աղջիկները պատասխանատու են լինում ավելի քան տղաները ինձ թվում է դա կապ ունի Էդ էլ կա ճիշտ է էդ էլ կա բան չունեմ ասելու էդ էլ կա ճիշտ է Ձեզ մոտ է բայց նախապես ինչ որ հարցաշար տալիս են որ պետքա պատրաստվես դուգողականի թեմատիկի Ապայման տալիս հետ եմ ասում այն որ ասում ծամում են դնում են բերանը մնում է որ դու ամեն ինչ անես իմ ասածը ինչ է այդ շատ հեշտացրած է Շուշան ջան շատ ես հիշում
ասում եմ այն բաները, ինչ որ ես եմ անցել ու իմ տղաները ինչ որ չափով, դրա համար ես որ համեմատում եմ Հայաստանի ու Ֆրանսիայի այդ ուսման process-ները, այստեղ շատ հեշտ է սովորելը, հեշտ ավելի հեշտ этап կանցնես, քան թե Հայաստանում։ Իմ կարծիքն է, էլի եմ ասում, իմ կարծիքն է, դա ես այդպես համոզմունք ունեմ։ Այստեղ էլ տարի ոնց որ փոխվում է համակարգը, հիմա էլ մեր մոտ շատ բան ոնց որ ավելի են հեշտացնում, ավելի դե բայց տնայինների առումով չէ էլի լիքը տնայիններ, որ պետքա միջև քնել էլի դաս անենք, բայց որ մենք էլ ենք երբեմն մտածում, համեմատում ենք, ասում ենք, հա բայց մեր տարիներին մենք ոնց էինք սովորում, մեզ չէին էլ զգուշացնում, չէ՞ որ ստուգողական պետքա գրենք, բան, պատահական ուսուցիչը մտնում էր, ասում էր, այսօր դաս չեք պատմել ու գրավոր են գրում։ Իսկ հիմա որ հարցերը տալիս են, նախապես զգուշացնում են, բայց չէ, պատասխանատվությունը ուրիշ է, էլի էս։ Երևի գլոբալ առումով է փոփոխությունը այդ ուսման մեջ, երևի իմ կարծիքն է, երևի տենց է, որովհետև մեկ ստեղ որ լինում է, այստեղ ասում են սյուրպրիզ, աշխատանքը սյուրպրիզ է, մտնում է դասատում, որ ջղայնանացած է լինում, ասում է ստուգողական ունենք սյուրպրիզ, ու այդ օրը ասում է մամա բոլորի համար ամենավատ ժամանակն է, որտեղ սյուրպրիզ ոչ մի բան չի կա, ու շատ ցածր գնահատականներ են միշտ լինում։ Այստեղ շատ են ուշադրություն դարձնում գնահատականներին, այնքան որ անցնեն, բայց քանի որ իմ դաստիարակության մեջ միշտ եղել է ուղեղը ոչ թե գնահատականը, ես ոչ մի անգամ ասել եմ շատ կարևոր չի, դու կարաս միջին գնահատական ունենաս, բայց ուղեղիդ մեջ լիքը ինֆորմացիա է, ավելի կարևոր է, որ կարաս մարդ չստացվի, բայց ուղեղը պետքա շատ ավելի, իսկ ստեղ տենց չի, ստեղ նոտ է կոչվում, նոտերին այնքան են ուշադրություն դարձնում, որ այսքան լինի հանգարց դուրս չմնա, հանգարց չանցնի, ու մեկ էլ այստեղ մի բան էլ կա, որ ինձ շատ դուր եկավ, ոչ մի անգամ նույն դասարանը մնալու համար, անգամ ծնողն ասում, կարա ինքը նույն դասարանում մնա, որ ավելի լավ ամրանա այս տարվա իր սովորածը, որ մյուս տարի ավելի լավ լինի։ Անգամ այդ եմ ուզում ասել, իրանց նույն դասարանում պահելը ավելի մոտիվացիա է ավելի լավ սովորելու համար։ Իսկ մեր ժամանակ դու հիշում ես, երևի որ ոնց կարա նույն դասարանում մնալ, բացահայտ ասեի, մտե ծնողդ խնդրեր գիտես ինչ թողի մեր երեխան նույն դասարանում։ Էդ էլ այդի շատ հարմար բան, որ չկա, գիտես դու լավ ես սովորում, ինքը վատ ասո, չկա տենց բան, էլի տենց մրցակցություն բան, այդ միտեղ խանգարում է լավ սովորելու, ավելի առաջ գնալու, միտեղ խանգարում է սոցիալական, չգիտեմ, տարբեր պայմաններ, չգիտեմ, տարբեր չես կարա միանշանակ ասել ճիշտ է թե սխալ, բայց ամեն դեպքում համ լավ է, համ վատ է, երևի։ Այ եթե դպրոցից դուրս գանք, ընդհանուր Ֆրանսիայում ինչն է որ շատ եք գնահատում, որ էլի գիտեք, որ Հայաստանում այդ բացակայում է կամ դեռ ոնց որ նորածիլեր տալիս, որ կյանքի որակի վրա ազդում է այդ լավ երևույթը ըստ ձեզ։ Երբ սկսեցի հասկանալ այստեղի համակարգը ոնց է աշխատում, արդեն ես հասկացա, որ մարդիկ շատ ոնց ասեմ, իրանց անհատական են։ Իրանք երբեք չեն նայի կողքը ով ինչ անում, ով ոնց է հագնվելը մի քիչ չասեմ, ավելի շատ անհատապես են անում ամեն ինչ։ Այստեղ չկա ընտանիք հասկացողությունը, որ ինձ շատ դուր չի գալիս, բայց կա, շատ ակնհայտ կա, բայց մեկ լավ կողմերից էինք սպասեք հիշեմ լավ բաները, որ ես միշտ սիրում եմ, իրանք չեն սիրում խառնվել քաղաքական ինչ-որ բաների մեջ, դու երբեք չես տեսնի, շատ կոպիտ ասեմ, կանաչի ծախող ինչ-որ մի կին, չգիտեմ ոնց, ինչ-որ քաղաքականությունից խոսա, իրանք անում են այն ինչ իրանց գործն է, իրանք լսում են այն ինչ որ իրանց է պետք, անգամ բաներ կա, փոփոխություններ կա, որ պետքա լինի, այդ կինը կարող է երբեք կամ այդ, չգիտեմ, ինչ որ անձը, երբեք տեղյակել չլինի, եթե այդ իրան չվերաբերվի, որտեղ իրան հետ հետաքրքիր չի։ Շատ մի կողմից անտարբեր, բայց մի կողմից էլ ինձ թվում ավելի սոցիալիզմ է հիշեցնող, որովհետև եթե ճիշտ եմ հիշում, մեր ժամանակ էլ քաղաքական ոչ մի միջադեպեր չկար, կամ կար, բայց ուղղակի տեղյակ չէին ոչ մեկ, ամեն մեկը խոսում էր նրա մասին, ինչով որ զբաղվում էր, ինչ որ անում էր,
շատ sense անհատ է ինքը իրեն անտեղյակ լինելն էլ ճիշտ չի ամեն դեպքում, չէ։ Համաձայն եմ, այս դարում դե չես էլ կարող անտեղյակ լինել, բայց անտեղյակ չեն, ավելի անտարբեր, եթե ճիշտ բառ գտա ասելու, ավելի անտարբեր, եթե ճիշտ եմ ասում, էլի հիմա կարող է ընթացքում ավելի ճիշտ բառ գտնեմ, բայց այս բառի համար ինձ համար ավելի անտարբեր անցնում են, այստեղ ինչ որ մեկը ինչ որ մի վատ բան է լինում, չէ։ Ոչ մեկ կարող է նայեն ու անցնեն։ Ոչ մեկ չմոտենա, ոչ մեկ չգիտեմ, լինում են դեպքեր, ես չեմ ասում 90% տենց, բայց ավելի շատ անտարբեր են, իմ կարծիքով ավելի անտարբեր են, էլի չգիտեմ։ Մտազբաղ են երևի։ Մտազբաղ են, այո, շատ ճիշտ է, ինչի, որովհետև ամեն մեկը մտածում է իր մասին, ինչ կարա անի։ Այստեղ որ մտնում ես խանութ, ես շատ էի զարմանում, որ մայրու տղաք, ամուսիններ, մի խոսքով, հələ ընկերուներ, քույրեր խանութում առանձին են առևտուր անում։ Մի ընտանիքում ապրում են, ամուսիններ կարան ասեն, այս շատ փողը դու պետք է մուծես, այս դու։ Սկզբում շոկի մեջ էի ասում, ես ուտելիքը մի տեղ ա գնում, նույն տուն ա գնալու, ասենք իմաստը չի հասկանում եք, հետաքրքիր էր ինձ շատ։ Հետո ես հասկացա, որովհետև ում ինչ պետք է նա առնում։ Ասենք եթե քեզ պետք է սա, ես այդքան հնարավորություն չունեմ այս առնելու, դու եթե ուզում ես առնես, քո համար առ։ Շատ տենց բաներ կար, որ ինձ շատ խանգարում էր, էլի, մենք մինչև հիմա ունենք խանութում աշխատողներ, որ հայերով ենք լինում, հանգարց մոտեկանում ենք քեսը ոնց է հանդիպում ենք։ Չէ, որ դրա մարկղին մոտիկանում ենք, որ պետք է մուծենք, էլի, բանը մուծում անենք, ասում եմ ես կմուծեմ, ասենք մի երկու բան էլ ինքն առել, են շատ չի, չեմ ասում ընտանիքի առևտուրն արել, բան ես կմուծեմ, ինքը ասում է, չէ, ես կմուծեմ, ասում եմ, չէ, ես ասում են հայեք, մի անգամից, ասում ենք ինչից իմացա, ասում եմ մենակ հայերն են տենց վճարելու փոխարեն, մեկը մյուսի փոխարեն, մենք զարմանում ենք, դուք ոնց եք ձեր ընկերուհու համար կամ մամայի համար վճարում, դե զարմանալու Ես հպարտանում եմ, ես միշտ այո, ամեն տեղ առիթ անառիթ, ես արդարանալու չեմ ուզում արդարանամ, բայց ամեն տեղ ասում եմ ես հայ եմ, ինչ որ մի բան որ ինչ ասկեք, ասում եմ հայ եմ, հայ։ Մենակ հայերն են տենց անում, հայերը ես շատ եմ ուզում որ հասկանան, որ հայը միշտ լավն է, առավել եւս այդ լավ բաների ժամանակ, երբ որ ինչ-որ մի բան ասում են, ես ինչ հետաքրքիր բան է, դուք ինչ ասեք, ասում եմ, այս սենց, հայերն են այսքան լավ էլի։ Այո, օրինակ ուրիշ էլի ինչով եք զարմացրել, որպես հայ, որ լսեն հայ ազգի մասին։ Այո, որ ասում եմ հայ են։ Կոնկրետ Մարսելում բոլորը շատ մեծ հարգանք ունեն հայերի նկատմամբ, շատ մեծ։ Ես կարծում եմ ավելի շատ ուտեստները հայկական, հենց ասում ես հայեր սկսում են, վայ, ինչ համով եք պատրաստում, դե մենակ մենք չենք որ համով ենք պատրաստում, մենք Մարսելում արաբներն են շատ, իրանք են շատ համով բաներ պատրաստում, բայց առաջի բանը ասում են, շատ համով եք պատրաստում, դուք շատ համով ուտեստներ ունեք, ինձ թվում է ավելի շատ հենց ուտելու առումով, որովհետև մենք եթե հյուր ենք կանչում, մեր սեղանը պետք է առատ լինի, գիտեք։ Իսկ ստեղ եթե հյուր ես գնում օտարի, դու պետք է ասես ջուր եմ ուզում, շուտ եմ ուզում, չգիտեմ ինչ եմ ուզում, որ իրանք սառնարանից քեզ մի բաժակ քո ուզած բանը բերեն։ Իսկ որ մենք բերում ենք այդ ամեն ինչը դնում ենք սեղանի դու որ ուզում ես, վերջում ասում ենք ինչ որ ուզում ես կարած վերցնես քո հետ տանես տուն, դու չես պատկերացնի իրանց համար ասում են ոնց ենք սիրում ձեր ծնունդները, ձեր ամեն ինչի այդ առիթները ձեր շատ ենք սիրում, որովհետև դուք լրիվ որ իրանց համար շատ չհասկանալու բան է, ոնց երեք հյուրասիրում ես, մի հատ էլ ճանապարհում ես, ասում ես ինչ ուզում ես տալ հետդ էլի։ Շատ բաներ կա, որ հայերը ստեղ շատ մեծ համբավ, նախ հին հայերն են շատ մեծ համբավ թողել, հիմա էլ արդեն Հայաստանի մեր ժամանակվա բոլորը հիմնականում ավելի շատ, ասում եմ, եթե ասում ես հայ ես, արդեն մեծ առավելություն է, որ դու հայ ես, ամենամեծ որ շտամպը կա էլի։
Բայց այդտեղ էլ եք օրինակ տոնը որ գալիս է, հա, արդեն իրան գիտեն որ հայը արդեն պատրաստելու բանով է ասոցացում, բայց մեր Հայաստանի ձևով տենց առատ նշեք, շատ ճոխ, չգիտեմ, կամ հարսանիք, ծնունդ են, որ մենք հիմա գնում ենք ռեստորաններ, հենց այդպես են նշում այդտեղի հայերը։ Հենց այդպես չի ոնց որ Հայաստանում, որտեղ Հայաստանի առատությունը երբեք այստեղ չի կարող լինել, դե եթե շատ ֆինանսապես հնարավորությունները շատ մեծ լինի, ավելի ճոխություններին քեզ թույլ տաս կարող ես, բայց ասում եմ անգամ ուղակի հրավեր տանը հյուրասիրության համար իրանց համար արդեն ճոխ է։ Ուր մնաց, որ եթե գան իրանք մեր ծնունդ, հարսանիք, դե իրանց համար ավելի շատ կմնան։ Ամենամեծն է, հա, հետո իրանք միշտ ասում են հագու կապը դուք ավելի ակուրատնի հագնվում եք ավելի օրինակ այստեղ ես որ նոր եմ եկել ինձ ասում են «Ոայ հարթուկ ես անում»։ Ասում եմ «Հա, նորմալ պետք է հարթուկ ես որ նորմալ հագնես, բան»։ Չես անի, հետո չես անի, ասում եմ մի քիչ երկար մնա, ես իհարկե ոչ մի բան չփոխվեց, ես մինչև հիմա այդ իմ հարթուկը անում եմ, բայց ես հասկացա, որ մարդիկ բաներ կա ու ինչ հարմար է այդ ավերցնում տենց չի բայց եթե չես ուզում հարթուկ ես այդ չի նշանակում որ ճիշտ է այդ նշանակում է որ չես ուզում առաջինը ժամանակ չունես դրա ժամանակն է որտեղ շատ աշխատում ես ժամանակ դրամ չունես դրա համար ավելի տենց ես պահում բայց այդ չի նշանակում որ այդ ճիշտ է որտեղ Եվրոպայում բոլորը լվացքի մեքենայից հանում են չորացրած, հագնում են ու տենց ճմրտված, դա ճիշտ է, տենց չի, ուղղակի դե հիմա բաներ կա, որ ինքդ ես վերցնում, ուզում ես վերցրու, ուզում ես մի վերցրու, ուղղակի բաներ այդ եմ ուզում ասեմ, շատ տարբեր է կարծիքները, երբ որ գալիս ես նոր, քեզ թվում է, որ մի քիչ որ Եվրոպա, հետո Ֆրանսիա, ես անկեղծ իմ համար Ֆրանսիան քաղաքակրթության ամեն ինչի կենտրոն էր համարվում, ես մտածում եմ, ես Վայ, ֆրանսուժենկաներին պետք է տեսնեմ բան, իհարկե շատ հեռու էր այդ ամեն ինչից կոնկրետ մասելը, այս հարավի մասը ավելի, բայց ես Փարիզում եմ շատ եղել, շատ անգամներ, շատ քիչ են մնացել իսկական ֆրանսիացիները, իսկական ֆրանսուզիները, որովհետև մեր կարդացածը, մեր կարդացածը, մեր իմացածը, որովհետև շատ ազգեր են եկել էստեղ, արդեն կոնկրետ հիմա մարսելում այնքան խառն են, որ դու երբեք չես կարող, մեկ որ հպարտությամբ ասում են ֆրանսիացի եմ, ասում եմ այդքան հպարտ մի ասեք, որովհետև դու երբեք ֆրանսիացի չես կարող լինել, կապ չունի, որ քաղաքացիությունը ֆրանսիացու է, բայց կան բաներ, որ ինչ որ մենք գիտենք ֆրանսիացին որն է, այդ ֆրանսիացիներից տեղ չկա, ես չեմ էլ տեսնում, մեկ լինում են պետական տեղեր, որ գնում ենք ու տեսնում եմ տենց սիրուն կոկետ այդ ֆրանսիացիներին ու այն, վայ, ասում այ հենց ես էի մտածում խոսելը, շարժու ձևը, ժեստը, ամեն ինչը շատ սիրուն է, բայց այնքան քիչ է, որ չգիտեմ, նոման չի, ոչ չէ, որովհետև փուջ եղավ մտքիս ու տեսածիս ամեն ինչը լրիվ տարբեր էր, չէ։ Ուղղակի գիտես Շուշան ջան, լինում են բաներ, որ դու չես սկզբում որոշում ես կայացնում, բայց հետո արդեն չես կարողանում անել նենց, որ ինձ որ ասեն դու նորից կգայր, ես չեմ ուզի նեղացնեմ երբեք այս պետությանը, որովհետև ինձ շատ բաց ձեռն շատ գկաբաց Բարեր կա, որ հիմա հայերեն մոռացել եմ, լավ չեմ հիշում, կներեք, գկաբաց ընդունում են ու ամեն ինչ արել են, ամեն ինչ ուսման առումով, եթե ես մոռացա հիմա քանի հիշել եմ ասեմ, այստեղ եթե տեսնում են սովորող երեխեն, ամեն ինչ անում են, որ այդ երեխեն ինչքան հնարավոր է առաջ գնա։ Իրանք հենց այդ ինձի շատ դուր եկավ, որ գումարային էլ խնդիր չկա, այստեղ էլ ամեն ինչը գումարով, մուծումներով, բայց պետությունը դրել է բաներ, որ եթե տեսնում ես այս երեխեն կարա անի այն ձև ուղեղը ունի ու ծնողը չի կարող վճարել դրա համար, պետության հատուկ մարմիններ կան, մեջ տենց հատուկ տեղեր կան, որ իրանք այդ օգնությունը գումարային տալիս են, որ քո երեխեն շարունակի իր այդ ինձ համար շատ կարևոր էր, որովհետև Ինձ թվում է, այստեղ այնքան է դժվար եղել այդ
ավել սովորելը, այդ ուսումը իրանց մոտ այդպես շատ ցածր է մնացել, իսկ հիմա ամեն ինչ անում, հիմա չի արդեն երկար ժամանակ, ամեն ինչ անում են, կոնկրետ իմ տղաներին անգամ թոշակ են ստացել ուսման համար։ Որ սովորել են, սովորել ու որ sense ամեն ինչ արել են, որ այդ երեխեքը հասնեն այնան, ինչին ուզում են կողքից տարբեր հնարավորություններ, այս կարաս անես, այստեղ կարաս գնաս, այս միջոցները կա, այդ ոգևորելու ու հնարավորություն տալու առավելությունը շատ մեծ է, որ ես շատ այդ էլ կուզենամ, որ շատ Հայաստանում լինի, որովհետև շատ կարևոր է այն ընտանիքներում ու հիմնականում այն ընտանիքների, որտեղ որ լավ չի ֆինանսական վիճակը, այնտեղ երեխեքը շատ ավելի լավն են սովորող, ավելի, չգիտեմ, երբ կարիք ունենա կամ մտածում են սովորեն, որ վաղ ավելի լավ հնարավորություն, չգիտեմ ինչից է, բայց այդ երեխեքը ավելի ձգտում ունեն սովորելու։ Ու շատ կարևոր է, որ այս հարցի դեր շատ ճիշտ լուծում տան, որովհետև պետք է այդ էլ լավ բաներից մեկը, Շուշան ջան։ Ինչ էի ասում, մոռացա խոսքս։ Որ ասացիք, այս երկիրը գրկաբաց ինձ ընդունեց, ճիշտ է գրկաբաց ընդունեց։ Բայց այսքան ժամանակ հետո ուղղակի նոր հասկանում ես, շատ մտածելուց հետո հասկանում ես, որ այդ նույն բաները, եթե ոչ ավելի լավ, ունենայից Հայաստանում։ Ես անգամ այն մարդկանց եմ ասում, ովքեր որ գալիս են ուղղակի փողի գումարային ինչ-որ հնարավորություններ ունենալու համար, ես այդ մարդկանց ասում եմ, այն գործը, որ դու այստեղ անում ես, նույն գործը Հայաստանում կանեիր, ասում եմ, երբեք, ասում եմ ինչի, կներես, բայց հարցեմ ինչի, ասում եմ, որովհետև ամոթ է, չեն ճանաչում, ինձ տեղ չեն ճանաչում, ու դրան ինձ լավ վարձատրում են, դրա համար ես այստեղ այդ գործը կանեմ։ Այդ նշանակում է, եթե դու այդ նույն գործը անեիր Հայաստանում ու քեզ նորից վարձատրեի, դու կաշխատեիր, ասենք չգիտեմ, կարող է մի քիչ պակաս, բայց դե Հայաստանի համար չեմ կարող հիմա այս պահի այդ համեմատությունները ասեմ, բայց ամեն դեպքում կլիներ, որ կաշխատեիր, չէ՞, հա, նշանակում է նույնը չի, նշանակում է, եթե դու ուզենայիր Հայաստանում աշխատեիր այս գործով, հաստատ կունենայիր։ Ես միշտ ասում եմ, որ պետք չի սենց ասել, գիտեք, այս չկա, այն չկա, այստեղ էլ չկա աշխատանք, այստեղ էլ չկա։ Եթե դու մտածում ես աշխատանքը այստեղ թափված է, ուղղակի այստեղ մի քիչ ավելի կազմակերպված է, չէ՞։ Առօրյա աշխատանքների համար հնարավորությունները ավելի շատ են։ Այստեղ դժվար է այն մարդկանց համար, ովքեր կրթությունը բարձր է, գիտելիքների համար, ասենք հիմա ոնց ասեմ ձեզ, ասենք եթե քաղաքապետարանում ուզենաս այստեղ աշխատես, շատ հեշտ չի, որովհետև այնտեղ մտնելու համար պետք է շատ լեզվին լավ տիրապետել, կոնկրետ ես ինչի եմ ասում ինձ համար, որով իմ ամուսինս կողքս լիներ կծիծաղեր, ասել այ կուզենայի այսենց տեղ ես աշխատեի։ Ասում էր, այդտեղ չի հասմիկ շատ լավ տեղ ես ուզում, ասում եք բայց ինձ ինչ է խանգարում, ընդհանրապես լեզվի իմացությունը, բայց դե այս տարիքում այնքան դժվար է այդքան շատ ճիշտ ֆրանսերեն խոսել, որ դու կարողանաս աշխատես միտեղ, որտեղ որ քեզանից պահանջվում է, հա, ճիշտ է, ես ձեզ ասեմ, այնց չի, որ ստեղ աշխատողները բոլորը շատ բարձր գիտելիքներ ունեն ֆրանսերենի առումով, շատ գրագետ, շատ սիրուն խոսում են, բայց ամեն դեպքում այստեղ ծնված, մեծացած, այստեղ ուսումը ստացած շարունակությունը ունեցող, ես այդ դեպքում եմ ասում, ես ինձ աշխատանք չեմ կարողանում ճարել, որովհետև ինձ իմ ուզածը, որտեղ ես լավ կզգամ ինձ, որտեղ ես կուզենամ աշխատեմ, որտեղ ես իմ համար ինչ-որ մի բան կստեղծեմ, կանեմ, այդտենց տեղ չեմ գտնում, որտեղ դժվար է այդտենց աշխատանք գտնելը։ Իսկ առօրյա այդ ամենօրյա աշխատանքները այնքան բոլոր տեղերն էլ կան, ունենց չի։ Իսկ Հայաստանից թողել գալ այստեղ իհարկե բացառությունների մասին ես երբեք չեմ խոսում, մարդիկ հիմնականում հիվանդությունների պատճառով, չգիտեմ, տարբեր բաների պատճառով են գալիս, ուղղակի ֆինանսական լավ վիճակի համար գալ ստեղ, այդ դեպքում էլ ինձ թվում է ես չէի, կոնկրետ ես չէի անի, նորից չէի գա, ոչ ուսման համար, ոչ աշխատելու համար չէի գա, եթե շատ լուրջ խնդիր, շատ լուրջ պատճառ, որ չի լինելու
Հայաստանում լուծել այդ հարցը, պետք է տեղափոխվես օտար երկիր այդ հարցը լուծելու, գոնե ժամանակավոր կարելի է, բայց հիմնական չէ։ Այ բայց որ ասում եք հիվանդությունների բուժման համար հա գոնե արդարացված է որ գալիս են։ Դուք եք այդպես կարծում, որ իրոք բժշկությունը այդտեղ այնքան բարձր մակարդակի վրա է, որ ճիշտ է։ Նույնիսկ այդ չէ։ Այդ բոլորը շատ ինձ թողներ են բոլորը, ես էլի եմ ասում, չեմ ասում բոլորի համար, բայց այդ ամեն ինչ միանշանակ այդպես չի։ Միանշանակ այդպես չի, միանշանակ, որովհետև ես էլ եմ ասում, այն սարքավորումները, այն հնարավորությունները, որ ունեն այստեղի բժիշկները, եթե ունենան Հայաստանում այդ բժիշկները, եսի ինչ է կանեն մեր հայերը, ես չեմ կարող ասեմ, այստեղ այնքան բժիշկ գնում ես սպեցիալիստ բանի, ուղղվածություն ունեցող բժիշկի մոտ, ինքը եթե հանկարծ դու փորձես իրա քո այդ դրանից մի հատ, ասենք գնացել ես էնդոկրինոլոգի մոտ ու դու փորձես հարցնես, ասենք ոսկորներից, ինչ-որ մի բան։ Երբեք քեզ իմանայ, կարծում եմ չգիտի, բայց իմանայել, կասի, գիտեք, այդ իմ ուղղությունը չի։ Դուք դրա համար պետք է գնաք հատուկ բժշկի։ Իսկ ես այնքան եմ սիրում են մեր բժիշկներին, ովքեր ամեն հարցին պատասխանում են, ինչ ունես, ինչ որ պետք է, քեզ այդ րոպեին ինչ խանգարում է։ Այդպես բժշկությունը մեր մոտ էլ կարար է, եթե այդքան ամեն ինչը ճիշտ տեղը լիներ, Հայաստանին ոչ մեկ չէր հասնի։ Բայց դե որ օգնում են, որ օտարին հնարավորություն են տալիս, այդ ոչ մի ամենամեծ առավելությունն է, երբ որ մարդ ֆինանսապես չունի ու գալիս է այս երկրում օտար, լրիվ օտար, գալիս է այդ ամեն ինչ անում են, թե հիմա ոնց են անում, ինչ են անում, դրանք արդեն մնացած, բայց այդ մարդը ստանում է իր բուժումը, այսօր ապրում է, այսօր կա, հələ մի բան էլ առավել կարողանում ընտանիքին օգնի, դրանից են կողմ, ես դրա համար եմ ասում, էլի չեմ ուզում ասեմ զուտ էս, շատ տարբեր բաներ կան, բայց եթե հարցը այդպեսին նույնն է, լավն է, ես էլի եմ ասում, ես այսօր գնում եմ բժշկի, ով որ ստացել է 7 տարի կրթություն Հայաստանում ու ով որ ստացել է 7 տարի կրթություն Ֆրանսիայում, այ գնում այդ բժշկի մոտ, որտեղ ինքը իմ սրտի բժշկուհին է, իմ ինչ որ ինձ պետք է, այդ խառնուրդը շատ սիրուն է ու շատ գրագետ, շատ որ համ կարողանում ես ասես այն ինչ որ ուզում ես, համ կարողանում ես լսել այն ինչ որ ճիշտ է, ֆրանսիական մոտեցումներով ամեն դեպքում այդ փառք Աստծո, այդտեղ հայերը շատ ունենք շատ լավ բժիշկներ, շատ լավ, ամենտեղ ունենք շատ լավ սերունդ հայկական, փառք Աստծո։ Այսինքն գնալուց այդ հնարավորությունը կա, որ ընտրեք հենց հայ բժշկի մոտ գնաք, թե դա արդեն վճարովի կլինի։ Չէ, այստեղ բժշկի ցանկացած բժշկի ընտրություն քո ձեռքում է, եթե ունես բժշկական ապահովագրություն պետության կողմից, այդ շատ լավ է, եթե չունես, ու մոտ երկուսն էլ նույն ձև կարան մտնել նույն բժշկի մոտ, մեկը կարա ուղղակի վճարի գումարը իրա, մյուսը կարա պետության այդ ապահովագրությունը այդպես վճարում անի, ինքը չանի, բայց այստեղ խտրականություն չկա, այստեղի այդ էլ է շատ լավ է, որ ստեղի բժիշկներին մի կողմից լավ է, մի կողմից էլ մեկ ասում, այդ էլ ախեջ բժշկի շնորհք չկա, էլի որ նայում ես, ասենք մեր մոտ տենց սիրուն շատ հավելի, տենց ակուրատնի են բան, բայց ստեղ մեկ էլ որ ասեն դոցենտ, պրոֆեսոր, բան, ասում Աստված, heç չի իր ասի, որ այս մարդը կարա տենց բժիշկ լինի, էլի, բայց իրանք այնքան հասարակ են, շատ բժիշկ այդ տենց մեծ կոչումով կարող է, ոչ թե կարող է, պարտադիր դուրս է գալիս սենյակից, ձեռքով քեզ բարևում է, խնդրեմ համեցեք, նստացնում է ինքը, աթոռը ուղղում է, դու նստում ես, ինքը մոտենում է քեզ ամեն ինչ անում է, այդ շատ հասարակ, այդ շատ մտերիմ բանը ինձ շատ դուր եկավ, որովհետև ես գիտեմ, որ մեր բժիշկները շատ մի քիչ ավելի, հա, շատ լավն են, բայց շատ ավելի վստահ իրանց, այդ էլ կուզենայի, որ տեղափոխվեր Հայաստան, որտեղ շատ սիրուն է, երբ որ քեզ արդեն բժիշկը մինչև իր քո հոգսերը լսելը, քո ցավերը լսելը, ինքը քեզ տենց սիրուն ընդունելություն է կազմակերպում, հա։ Էդ էլ այդ օգտում, որ հեշտ կողմնորոշվես խնդիրը ոնց ներկայացնես երևի, չէ, կամ չգիտեմ, մի քիչ ավելի Ես ի սկզբանե ունեմ այդ խնդիրը, ես բժիշկներին ընտրում եմ մի քանի տարբեր բժիշկներից։ Եթե մի խնդիր ունեմ, մի քանի տարբեր բժիշկների մոտ գնում եմ, նոր ընտրում եմ ում մոտ եմ գնալու,
Առաջինը շատ կարևոր է մարդկային տեսակը, որովհետև եթե ես չհավանեցի բժշկի մոտեցումը, ես այդ ուզում ամենալավ բժիշկը լինի, չեմ գնում էլ վերջ։ Ես այդպես տեսակով եմ։ Բժիշկա գնում ես, բայց վախենում ես խնդիր ներկայացրես, որովհետև ոնց որ սկզբում մոննատ գալ, չի, ասենք, վայ, խիս ուշացրել, վայ, ինչի կամ չգիտեմ, ասենք, հապես ինքը դրա համար է, որ հենց պետքա գնաս խնդիրը ներկայացնես, էլի։ Անցած օրը զրուցում էի Հայաստանում, ավելի հենց ուղղակի ասեմ, չասեմ անձնական անուններով, ասեցին, որ գնացել ենք, այսքան սպասել ենք, էսա հանդիպումը on-line ենք արել, բան, ասում գիտեք։ Մենք էստեղ բոլոր հանդիպումները on-line է, մեր մոտ չկա զանգելով, հա, կան մեկ-մեկ լինում են բժիշկներ, որ չկան այդ սայթում գրանցված, ասում են զանգով պիտի լինի, գնում ենք, սպասում ենք այնքան, լինում են բժիշկներ կան, որ շատ կարճ իրանց ժամանակը դրած է, այդ ժամանակին ընդունում են, բայց մեծ մասամբ սպասում ես 2 ժամ, ավել, կարող ավելի պակաս, բայց ոչ, հա, հոգնում ես, ճիշտ է, բայց ոչ մի ճար չունես, այդ ոնց է, այստեղ կարողանում այդ նույն հայը այդպես սպասի, ընդունի իր գործ անի, բայց այդտեղ ասում եք, էտա, հիմա եթե բժշկի ես, որոշել ես գնաս քո ցավի մասին, պետք է սպասես, ինչի պետք է Հայաստանում այդ չընդունվի, իսկ այդ նույն մարդը գա դրսում Եվրոպայում այդ ամեն ինչին, այդ օրենքներին ընդունի, ինչի պետք է, ճիշտ չի, չէ, ինձ ասեք, որ ես սխալ եմ ասում, որովհետև դե նորմալ է, դե եթե դու այստեղ կարողանաս այդ կանոններին, այդ օրենքներին, բանը, ավտոբուսից իջնելուց կամ մտնելուց դակես, սկզբից մտնես, իջնելուց երբեք չես կարող առաջի դռնով իջնես, պետք է երկրորդ դռնով իջնես, այդ մեջտեղի դռնով իջնես, այդ ոնց է, այստեղը տենց է, դուք այստեղ գալիս եք այդ նույն բաները անեք, ինչի եք ուզում Հայաստանում, այդ նույն բաներին չենթարկվել, չի կարելի։ Եթե քո պետությունը հյուրի կարգավիճակում են, էլի։ Չգիտեմ, իսկ այստեղ իրենք տանն են։ Էդ էլ ես ճիշտ ասում Շուշան ջան, բայց ես ինձ թվում է, եթե դու որոշել ես, որ պետքա գնաս այդ ուղղության, այդ կողմը, այդ բժիշկն է, այդ տեղ ես լինելու, հիմա ինչքան է քեզ այն ժամանակ, գիտեմ, բոլորիս համար էլ հիմա ներվային համակարգը բոլորի խանգարված է, բոլորին դժվար է, բայց եթե կարող ես ստիպես քեզ այստեղ հանգիստ լինել, ուրեմն ամեն տեղ էլ նույնն է, պետքա բոլոր տեղերն էլ ստիպես քեզ այդ սպասելուն, վատ բան չի, ճիշտ է, դժվար է, բայց էդ է, հիմա էդ է, ուզում ասում սիտուացիան չես կարող փոխել, որովհետև քեզանից կախված չի, ես մեկ-մեկ հարցնում եմ այդ բժիշկներին, գիտեք, արդեն շատ երկար ենք, այն սկզբից էի շատ ասում էր հիմա ես ձեզ պատասխանեմ, ու իրանք նենց են քեզ պատասխանում, որ դու էլ չես կարողանում բան ասես, ասում ես բացատրեմ, ասում եմ պատասխանը լինում է 5 հանդիպում, նշանակված նախորոք, ես իմ ժամերով կարող եմ անել, բայց եկել է երկրորդ հանդիպման ժամը, երկրորդ հանդիպման հիվանդը հարցա տալիս, պատասխանում եմ, երկրորդ հարցն է տալիս, ժամանակը լրացավ, ես չեմ ուզում որ չպատասխանեմ, որտեղ կարևոր բան պետք է ասեմ, հետո սկսում եմ լրացնել իր թղթերը, հետո այդտեղից ժամանակը 15 րոպե երկարեց, մյուս մարդն է գալիս, մյուս հիվանդը ու դուրս է գալիս, իրանք միշտ ասում են ղոտաղ ունենք, ասում են շարունակում են ուշացում ունենք, որովհետև այդ ընթացքում կարող է գա մեկը իր հիվանդներից, որ շատ վատ է, կոչվում է շտապ օգնության ուղղանց արագ էլի, պետք է ընդունի, ուզի չուզի, չկա գրանցված, ոչ մի բան չկա, բայց պետք է այդ մարդուն ընդունի, այդ մարդուն ընդունեց, այդտեղից էլ մի ժամանակ գնաց, ու դուրս է գալիս արդեն ժամից ավել ես ուշացում ունեմ ու դու պետք է սպասես, որովհետև ուզես չսպասես, կարաս չսպասես, խնդիր չկա, բայց եթե չսպասես, դու պետք է մյուս հանդիպում ունենաս ամենաշուտը 3 ամիս, ամենաշուտը, ամենալավագույն դեպքում 6 ամիս, իսկ եթե լավ բժիշկ կա, տարին 1 կարաս այդ բժիշկի մոտ հանդիպում հաջորդը վերցնես, այդտենց դժվար բաներ կա, դրա համար ստիպված մարդիկ կարան նստեն, սպասեն, ամեն ինչ անեն, որ իրանց ընդունելությունը լինի ճիշտ։ Հա, ճիշտ է։ Այդ նույն ձև Հայաստանում լինեն, հերթեր չխախտեն, ամենակարևորը, մեր ամենավատ բնավորությունը։ Այստեղ չկա, այստեղ եթե դու հանկարծ փորձես հերթ, նախ չես փորձի, չգիտեմ, այդ կուլտուրան կա այստեղ, որ տենց մեկը չի կարա որոշի գա, այս ամբողջ շարքից մտնի, ասի գիտեք, ես էս պիտի անեմ, տենց բան չկա, նախ չեն անում, երկրորդն է, որ հանկարծ որոշես անես, շատ վատ վերջ կունենա, չէ, տես բան չի լինի, ինձ թվում է չի լինի։
Մտածելակերպի հարց է, էլի, մեր մոտ չգիտեմ, ամեն մեկը ոնց որ վայ հիմա ընդհանրապես էս մի բանն է, մտnem մի հատ էս ցուղթը ստորագրեմ դուրս գամ, վայ ես երեխու հետ եմ, վայ գործից ուշանում եմ, դե ոնց որ հաշվարկը տանեիր նոր գայր, էլի, չէ։ Ճիշտ է, լրիվ համաձայն եմ։ Այդ այնց բաներ կա, որ շատ կուզենայի այդ լավ բաները շատ տեղափոխվել Հայաստան։ Օրինակ, այնց չի, որ ես Հայաստանում ապրած ժամանակ իմ ընթացքում ես էլ չեմ արել այդ խախտումները, ես էլ եմ արել, մտել եմ իմ ծանոթ բժշկի մոտ, կամ այնց եմ մտել, որ ոչ մեկ չի հասկացել, բայց մտել եմ, բայց հետո որ մեկ երեխեք ասել մամա այդ հայկական բաները հանգարց չասում, երեխեք եկեք մի հատ տեսնեմ հələ մի բան, մամ այդ հայկական բաները չան այստեղ չի անցնում։ Ուզում եմ ասեմ, արդեն անկախ քեզ այդ վատ ես զգում, որովհետև մտածում ես, այո, իհարկե, հետո ինչ որ ես կարամ ինչ որ դեպ մտնեմ, պետք չի այդ անել, որովհետև ճիշտ չի, հետո ինչ որ դու ծանոթ ես կամ ուրիշ բան, եթե բժիշկը դուրս գա, քեզ տեսնի, ու այդ ամբողջ հերթի մեջ ասի եկեք առաջ, այդ արդեն լրիվ ոչ մեկ չի ասի ինչի։ Որտեւ այդ բժիշկը որոշել է, որ պետքա դու գաս իր մոտ, էլի։ Այդ էլ այդպես նայած, այդպես կարող է լինել, բայց շատ հաճախակի այդպես բաներ չի լինում, բայց այդ եմ ուզում ասեմ, էլի, այդ էլ է շատ ճիշտ տեսակ, որ կարելի է տեղափոխել Հայաստան։ Հայկական։ Իսկ Հայաստանից ինչը կտեղափոխեիք Ֆրանսիա, որ զգում եք ձեզ համար այդ պակասը։ Ջերմությունը ամենակարևորը։ Ջերմություն չկա, այստեղ գիտեք, շատ սառն են մարդիկ, շատ անտարբեր են մարդիկ, ես չեմ ասում հայերի մասին, բայց այստեղ էլ մի քիչ ինչի եմ ես միշտ Մարսելը շեշտում, որտեղ շատ տարբեր են, ազգերը շատ տարբեր են, շատ տարբեր մենտալիտետներով, բայց հիմնականում սառն են, բոլորն են սառը, թե այստեղից է ընդհանուր, որ չեն ճանաչում իրար, չգիտեն ով է, ինչ է, չգիտեմ, կամ իրանց մեջ կա այդ սառնությունը, այստեղ ծնողին երեխեքը կարան ծնողին գնան տարվա մեջ 3 անգամ տեսնելու, 4 անգամ, ծննդյան տոնին, նոր սուրբ ծնունդին, մայրության տոնը, որ շատ պարտադիր, ամբողջ տարվա մեջ չգնան, բայց այդ օրը ծաղիկները առած, ինչ որ շոկոլադ առած գնան, այդքան սառն է, էլի հասկանում եք, մեկ որ խոսում ես հենց կոնկրետ այն մարդկանց մասին հետ, ովքեր որ շատ երկար Ֆրանսիայում ապրել են ու ավելի ֆրանսիացի են համարվում, ճիշտ է հիմնականում շատ խառնուրդներ են, բայց ավելի շատ կարան իրանց ֆրանսիացի ասեն, քան այն ովքեր որ նոր են ստացել այդ քաղաքացիությունը։ Իրանք միշտ ասում են որ ձեր այդ ջերմությունը ես զարմանում եմ, ապշում եմ, ոնց կարա այդքան ջերմ ասում եմ, որովհետև հենց հայ ասածը հենց ընտանիքն է հայը, հենց ընտանիքից է սկսվում։ Մեր մոտ շատ կարևոր է ընտանիքը, ու մենք հնարավորինս մեր ընտանիքում, ես իմ ընտանիքի մասին եմ ասում, պահում ենք այդ ամեն ինչը, որովհետև շատ կարևոր է, այո, վաղը մյուսօր բոլորը հետո ամեն մեկը իր տունը, իր ընտանիքը ունենալ են քանի դու ունես այդ ու ես շատ ընտանիքներ հայկական գիտեմ, որ իրանք պահում են իրանց ուտելու ժամը գոնե միասին անցկացնեն, ինչքան էլ որ տարբեր աշխատանքներ են, տարբեր տեղեր են, առիթներ ստեղծում են, որ ինչքան հնարավոր է ընտանիքները միասին ժամանակ անցկացնեն, որտեղ այդ շատ կարևոր է, առավել եւս դրսում շատ ավելի կարևոր է։ Դրա համար այդ ջերմությունը միանշանակ, բայց ինձ թվում է այդ հայկական ջերմությունը ոչ միտեղ չկա, չի լինի, որովհետև ինձ թվում է չի լինի, կամ էլ ես եմ շատ սիրում հայերին, դրանից է չգիտեմ։ Հաճախ եք բայց գալիս Հայաստան։ Դեռ չէ, հիմա որ ճիշտն ասեմ, շատ հաճախ չէ, որովհետև այստեղ այդ ամենադժվարը դասավորելը, երբ որ բոլորը սովորում են, ամեն մեկի արձակուրդը, աշխատանքը, բերել միտեղ ու կարողանալ միասին գնալ, շատ դժվար է, չնայած որ ֆրանսիացին, ասում եմ ֆրանսիացի, բայց լավ երկրացիները, այստեղի ժողովուրդը ասեմ, իրանք շատ գնահատում են իրանց արձակուրդները, իրանք տարվա մեջ 2 անգամ պարտադիր իրանց արձակուրդները նախորդ պլանավորում են, էլի, ոչ գործով, երեխեքի ամեն ինչով կարողանան իրանց արձակուրդները անցկացնեն, որովհետև իրանց համար շատ կարևոր է այդ արձակուրդները, ամեն ինչից կարևոր իրանց հանգիստն է, որ պիտի անցկացնեն, բայց մենք չենք կարողանում հուսամ մեր մտորումների մեջ կա ընդհանրապես Հայաստան գալու
հետ գալու նորից մասին ենք ավելի շատ մտորում, ավելի շատ այդ ավելի շատ է, քան թե շուտ գնալ գալը, ավելի շատ ուզում ենք հետ գալու, քան թե Հիմա տղաներս իրանց ուսումը վերջացրել են ու ես հիմա չգիտեմ երևի չեմ զարմացնի, որտեղ շատ եմ արդեն լսել մեծ մասամբ երիտասարդների ուսումը ստանում են դրսում ու տեղափոխվում են Հայաստանում իրանց աշխատանք փնտրելու իմ տղաներն էլ որոշել են, որ Հայաստանում աշխատանքը փնտրեն, որ Հայաստանում իրանց գործունեություն անեն, որտեղ երկուսն էլ շատ լավ կրթություն են ստացել, իրանց ոլորտներում շատ լավ կարծում եմ մասնագետներ կլինեն, դա Աստված ստացվի այնպես, ոնց որ իրանք են ուզում, որ մենք էլ տեղափոխվենք։ Մեկ աղջիկս ասում եմ, գիտես, Հայաստանում ֆրանսիական համալսարան կա, հենց որ դու կարաս միջև լիսեյ սովորես Ֆրանսիայում, տարիներն եմ հաշվում, որ շուտ արարելի, շուտ գնա Հայաստան գնալու հնարավորությունը, ասում եմ, իսկ համալսարան կարաս այնտեղ սովորես, որտեղ այնտեղ ինքը խառնվում է իրար, ինքը շատ է ուզում Հայաստանում ապրի, բայց գիտեք ինչ է ասում ինձ, ասում եմ ես մտածում եմ իմ հայերեն լեզուն այդքան լավ չի լինի, որ ես կարողանամ սովորեմ։ Վախենում եմ դրանից ասում, հա։ Ես էլ ասում եմ, գիտես, քո պարտներները մեծ տարիքում եկան, ֆրանսերեն չգիտեն, բայց եթե ուզեցին սովորել, իրանք լեզուն վրա վերցրեցին նույնն է, քո նա ինչ տարբերություն որ լեզուն, առավել եւս դու հայերեն շատ լավ խոսում ես, հիմա այն որ արդեն ինքը մտածում է, հա լավ, գոնե լիսեյ այստեղ կվերջացնեմ, եթե կարողանամ համալսարան սովորեմ Հայաստանում, ուրեմն կարելի է ավելի շուտ կլինի այդ ժամանակը, որ տեղափոխվեմ։ Թե իրան ասում ես դու ֆրանսիացի ես, ինքը ասում է ոչ, ես հայ եմ։ Ինքը երբեք չի սիրում, որ դու իրան ասես, գիտես, դու ֆրանսիացի ես, որտեղ դե համ ստերստան համ քաղաքացիություն դա ֆրանսիական ինքը ասում է ոչ, անմիջապես ես հայ եմ ու այդ նույն ասումը հայերեն, բանը ֆրանսերեն բոլորին։ Ինքը չի ասում եք մենակ մեզ առաջին իր համար հայ լինելն է, որ հայ եմ կարևորում է շատ իր հայ լինելը։ Հենց որ Աստված առաջ տեսնենք Աստված ոնց կկամենա, ոնց որ ստացվեց եկամ ստեղ, կամ այդպես շատ պատահական է ստացվում։ Մի օր լսենք որ հետ եք գալիս։ Արդեն Հայաստանում լինենք, մեր տուն, մեր տեղ, մեր հողում։ Այ որ այնպես ստացի, որ իրոք հետ եք գալիս, ի՞նչն է որ ասես անհամբեր սպասում եք, որ գաք ու չգիտեմ, թե փաթաթվեք, թե գնաք փորձեք, թե գնաք այցելեք, տեսնեք։ Կա ինչ-որ մի հատ տենց կետ, այդպիսի մի ոնց որ երևույթ, որին անհամբեր սպասում եք։ Ենթադրում եմ դա առաջինը հարազատներ։ Դե հարազատներին գիտեմ որ հասկանում, բայց որ հիմա ասեմ երևի շատ ավելի վատ բան կասեմ, բայց շատ ավելի մտածում եմ, որ պետք է շատ մարդկանց շիրիմներին գնամ, որովհետև շատ մարդիկ են շատ այս տարիների ընթացքում, որ չկան էլ արդեն, ես մտածում եմ, որ ինչքան ժամանակ է պետք լինելու, որ ես բոլորի շիրիմներին գնամ, որտեղ շատ Այստեղ մի քիչ այդ դժվար է, ես գնում եմ, այստեղ էլ կան հայկական շիրիմներ շատ, երբ որ գնում եմ ուզում եմ լացել, կարա շատ ինձ շատ մոտիկ մարդու մահը չլինի, բայց ես այնքան եմ, հետո որ ինձ ասում են, ասում գիտեք, ես ուրիշ բաները, արդեն պապաս չկա, տատիկս չկա, տատիկները, մի խոսքով սկսում եմ տենց, ասում ես մտովի հասել եմ ես իմ ուր ու երբ որ դուրս եմ գալիս այդ գերեզմանից ասում եմ վայ ոնց հանգստացա ինձ թվում է ավելի շատ այսօրվա դրությամբ որ ավելի շատ լավ բաներ էլ կան ես ասում եմ ես մենակ են որ քայլեմ հայկական հողի վրա այդ ինձ այն որ ոդկաս դնում եմ всё ամենաուժեղն եմ ամենահզորն եմ ամեն ինչը շատ լավն է իմ համար աշխարհում առաջինը մնում է Հայաստանը, ամենալավ քաղաքը Երևանը, երբեք ոչ մի տարբեր քաղաքներում շատ եմ եղել, ոչ մի երկրների հետ չեմ փոխել, շատ համեմատում եմ, շատ սիրում եմ, ես անգամ Մարսելում ունեմ իմ հայկական տեղերը, այս Սիլաչինա, էսի Ծալիքաղնը, էսի մենք մոտավորապես որ ուզում եմ, մենք մոտավորապես Կոմիտասում ենք ապրում, այդպես իմ համար լրիվ, ես ամեն ինչը եկած օրվանից իմ ամեն ինչը սենց զուգահեռ է եղել Հայաստանի, Երևանի, ամեն ինչի հետ հավասար գնացել եմ, որտեղ առանց դրա չես կարող ապրել, իսկ աշխարհում ամենավատ բանը այդ կարոտն է, որ չգիտեմ, իմ համար կարոտից անկոն բան չկա։
Բայց միշտ ասում եմ, եթե ընտանիքով ես միտեղ, այդ ամենահեշտացնող տարբերակն է, որտեղ եթե ընտանիքով ես, ուզում ամենավատ տեղն է լինես, բայց որ ընտանիքը դա կողք կտա, արդեն ուժեղ ես, որովհետև ընտանիքդ կողք կտա։ Հա։ Այ որ սկզբում ասացիք Փարիզ եք գնացել, Փարիզն էր մեր իմացածը, ու մեկ էլ գնացիք մոտիկից տեսակ Փարիզ քաղաքը, էլի նույն այդ Եթե ասում ես Շուշան ջան, հասկացա ինչ ես հարցնում, եթե ասում ես որպես առաջին այցելություն, այդ եղել է հենց առաջին ժամանակ, որ մտել եմ առաջինը Ֆրանսիա մտնելուց մտել եմ Փարիզ։ Հա։ Հա, դե ասած ոչ Էֆելյան աշտարակ, մի խոսքով ինչ որ ամենաառաջինը մտքիդ գալիս է, մի անգամ, երկու անգամ տեսնելուց հետո, էլ երրորդ, չորրորդ անգամը ես հիմա ասեմ ամենակիչը մի 10 անգամից ավել եմ եղել տարբեր առիթներով, հանգստանալու, ման գալու, այցելություններ են եղել, մի խոսքով ինչ որ է, բայց ես հիմա որ հանկարծ մեկ ասում եմ, վայ ոնց եմ ուզում գամ Փարիզ, գամ մի անգամ գնանք, ասում չէ, ասում անկեղծ ես Փարիզը շատ չեմ սիրում, անկեղծ ասած, իրականում շատ չեմ սիրում, որտեղ ինքը ոչ թե Փարիզը չեմ սիրում, այնտեղ կլիման չեմ սիրում, շատ մռայլ կլիմա է, շատ չեմ սիրում, ասում եմ կլինի որ դու գնաք Փարիզում ման գաք, հետո գաք Մարսել, որովհետև այդքան շատ չեմ ուզում, ասենք, բայց հետո հիշում եմ ինձ, որ ես ոնց էի ուզում գնայի Փարիզ, որովհետև Փարիզ, բայց այդ մի անգամն է, կարելի է որպես բոլոր քաղաքների նման մի անգամ հայլիներ, հա, ընդամենը, մի անգամ որպես տուրիստ կարաս, մի անգամ, երկու անգամ, հա, բայց ավել չէ, էլի, որ հիմա առաջ ասում եմ, էլի եմ ասում, շատ էի մտածում, առաջ շատ էի մտածում Ամերիկայում շատ չեմ եղել Ամերիկայում շատ էի ուզում, վայ, ոնց եմ ուզում, բան, հիմա ասում եմ, չէ, մենակ ուզում եմ Երևանում լինեմ, ուզում եմ Հայաստանի բոլոր այդ ծակուցուկը, ինչքան որ չեմ եղել, ինչքան չգիտեմ, այդ բոլոր տեղերը սիրով կգնամ, կհանգստանամ էլ, կմնամ էլ, անգամ ինձ ասեն, քեզ տուն ենք, հող ենք տալիս, մատ շատ վատ տեղ, այնտեղ բայց ամեն ինչ կտանք, որ դու քո տուն, քո տեղ ստեղծես, ինչ որ նոր մի բան կգնամ մեծ հաճույքով կգնամ կանեմ։ Մենակ թե Հայաստանի հողի մեջ լինի։ Հա։ Իսկ այլ երկրներ ճամփորդել եք։ Եվրոպական, հա, ավելի շատ ենք Բելգիա, Հոլանդիա, ճիշտ գիտեք որ բոլորը ազգականները ամենտեղ ունենք, բոլորը շատ հարազատ մարդիկ ունենք, Գերմանիա, ամենտեղ ունենք, էլի գնում ես, առիթներ կան, ուղղակի հանգստանալու գնում ենք, բայց որ ճիշտն ասեմ, առաջի անգամ, երկրորդ անգամ պատտվում ես, արդեն մյուս այցելությունների ժամանակ ուղղակի ոնց որ գնաց տուն։ Ինձ թվում է ես գնում եմ ամուսնուս աղբոր տուն, մորաքրոջ տղայի տունը, բայց ես գիտեմ գնում եմ Հայաստան իրանց տուն։ Ես չեմ գնում ուղղակի Բելգիա կամ Հոլանդիա, այլ գնում եմ ուղղակի Հայաստան կամ գնում եմ իմ տուն, այդ այնց էլի։ Դրա համար եմ շատ ուրախանում գնալուց, բայց ոչ թե որպես երկիր կամ պետություն փոխելու համար ես գնում, չէ։ Արդեն շատ սովորական, այստեղ որ ապրում ես, արդեն շատ սովորական է լինում, Շուշան ջան, երբ որ քեզ թվում է, ոնց որ դուք ասեք գնում ենք, ոնց ասեմ, Երևան գնում ես Լեննական, ավելի հաճախակի ես գնում ես Կիրովական, ավելի հաճախակի ես գնում, այդպես, չէ, ոնց որ սովորական բան, բայց դունել ինձ մեր համար է այդպես դարձել, որտեղ այդ հնարավորությունը, որ դու հանգիստ կարաս այս կոմենտում անես, ինձ թվում է, երբ որ Հայաստանն էլ ունենա այդ հնարավորությունը Եվրոպա դուրս գնալ, այդ խնդիրը չունեն, այդ վիզաները չլինեն, այդ դժվարությունները չլինեն, բոլորի համար էլ իմ ասածը ճիշտ կլինի, որտեղ ուղղակի գնաց ման գաս կամ աշխատես հետ գաս, ինչ որ կարճ ժամանակով ոչ մի հայ չի ուզենա, իմ կարծիքն է դա էլի, եթե ճիշտ եմ ասում, բոլոր չնայած լինում են հայեր, որ շատ ասում են, այ հեսա կգնաս, կհոգնես, չես ուզենա, այնտեղ ինչ կա, վայ գնում ես, էլ չես ուզում, ոնց եմ ճղայնանում, վայ ասում եմ, իմ մոտ մի ասեք, խնդրում եմ, աղաչում եմ, որովհետև ես ոչ մի դեպքում ինչքան էլ վատ բան տեսնեմ, ստեղից վատ չի կարա լինի, օտարից վատ չի կարա լինի, չի կարա։ Ես մոռացա հարցել, բայց քանի տարի է որ այդտեղ եք։ Արդեն 15 ու ավել, մի քիչ էլ։ Ասենք, ոնց որ թվա են նոր գնացածներն են, չէ՞, այդպիսի այդ կարոտով, sense ուրիշ բանով, զգացումներով խոսում, բայց հետաքրքիր է, որ 15 տարի մեծ թիվ է ամեն։ Քարկացու շատ լավ ժամանակ անցկացրած, տարիներ անցկացրած, շատ խնդիրներ չունեցած, որ այսօր հետ նայեմ, մտածում եմ, որ շատ
փառքաստու ճիշտ ձևով մեկ ամուսինս ինձ նախատելու համար ասում է, գիտես, բահալը կողքերդ նայ, ես ասում վայ, չեմ կարող, էլ չեմ դիմանում բամբյանը, դա ասում է հələ կողքերդ նայ, ասում համաձայն եմ, ես չեմ ասում, որ շատ դժվարություններով եմ անցել ամեն ինչ, բայց գիտես, մեկը ես այդ բառը չեմ ուզում ասել, ինտեգրվել եմ, որովհետև անում եմ այնպես, որ դուք ինձ այստեղ տեսնեք, չեք մտածի, որ ես օտար եմ, որովհետև ես ամեն ինչ անում եմ այնպես, որ ոնց որ այստեղի օրենքներն ան, ինչ ոչ մի բանից խոսում եմ ֆրանսերեն, խոսում եմ, գնում եմ այցել, ամեն ինչ անում եմ, բայց որ ուղեղս ու ուշքս ու լեզուս մտածում է հայերեն, եթե ես պետքա ֆրանսերեն խոսեմ ու ֆրանսերեն խոսելուց առաջ մտածեմ հայերենը թարգմանեմ, նշանակում է այդ իմ լեզուն է, չէ, հայերենն է, չէ, всё, այդ իմ սիրտն է, ուրիշ բան չի լինում, այդ սրտին չի լինում ասել, չէ, դու ֆրանսերեն մտածի, դու ինչ ես հայերեն մտածում։ Չի լինում ու չի լինում, դե հիմա չգիտեմ, բան չի փոխվել, եկած այսօրվանից միշտ էլ ասում եմ, մեկ օր ասում են, այ, եք չեմ մնալու գնալու եմ, ասում եմ, երեխեք ջան, ես 15 տարի ասում եմ գնալու եմ, բայց մի տենց չի, որտեվ չգիտես կյանքդ ոնց կդասավորվի, ոնց կլինի, բայց հուսամ շատ մեծ հույս ունեմ, որ այո, կգա մի օր, որ մի օր էլ այդպես հետ կվերադառնանք տուն։ Աստված տա։ Աստված ամեն բոլորին ովքեր որ իսկ մարդիկ կան, որ չէ, չեն ուզում, ասում են, չէ, всё, մենք մեր տուն տեղ ամեն ինչ էստեղ ենք ստեղծում, իրանց էլ չեմ մեղադրում, որովհետև երևի իրանց համար էլ էստեղ է լավ։ Այդ իրանց որոշումն է, ես միշտ այդ եմ ասում, այդ վիճելը անիմաստ է, որովհետև ամեն մեկ իր կարծիք ունի, ամեն մեկը իր։ Ուղղակի ես իմ տեսակով, ես ու ամուսինս, օրինակ ամուսինս ավելի զուսպ է իր այդ զգացմունքների մեջ, ինքը միշտ ասում է, այդքան մի ասա մարդկանց կթվա, թե դու չես ուզում որ գան այստեղ, բան, ասում եմ, եթե խորհուրդ են հարցնում, ես ասում եմ, այն ինչ որ մտածում եմ, ես ինչ ասեմ, ես չեմ կարող ասեմ, գիտես, հա, իրանց թվում է, որ մեր կյանքը ստեղ լավ է, ուրեմն ամեն ինչ լավ է, չէ, ես տենց չեմ մտածում, ես մտածում եմ, այն ինչ որ ասում եմ, այն ինչ որ մտածում եմ։ Հիմա իրանք թող որոշեն, ես իրանց չեմ ասելու եկեք կամ մի եկեք, բայց ամեն դեպքում որոշում կայացնողը հարցնողն է, ուզում ես, չէ։ Այդտեղ դե վստահ եմ հայկական եկեղեցի կա, փորձում եք գնաք, այդ հայկական, չգիտեմ, ձեզ Հայաստանի մեջ ավելի զգաք, էլի։ Միգուցե դա էլ ավելի շատ կօգնի ձեզ կարոտը բաց թողելու համար։ Ասեմ ես ձեզ, ավելին ասեմ, մենք ունենք 11, եթե չեմ սխալվում, հայկական, առաքելական հայկական եկեղեցիներ։ Գործող ավելի շատ երևի 8-9 չեմ, ճիշտ չեմ կարող շփոթվեմ թվերի մեջ, բայց մենք ունենք շատ մեծ երկու եկեղեցի, որ միշտ իմ այցելությունը միշտ կա, իմ ընտանիքի միշտ շատ մեծ կապ կա, մենք ունենք Տեր-Հայր Արշենը ու Տեր-Հայր Արամը, որ այնքան մեծ գործունեություն են ստեղ ծավալում, այնքան համախմբում են այդ հայկական ընտանիքներին իրանց շուրջը, ամեն հարցերով օգնում են, ամեն հարցերով թողիցներն մյուս Տեր-Հայրերը, եթե անունները չեմ կարող ճիշտ հիշել, բայց որ իրանց եմ շատ լավ ճանաչում ու շատ մտերմություն ունեմ իրանց հետ, շատ մտերիմ շփում ունեմ եկեղեցու սպասավորների բոլորի հետ, ես չէ, ընտանիքս բոլորս, այստեղ շատ կարևոր է, գիտեք, հայերը դաժե հանդիպում որպես, որ գիտեն, որ կիրակի օրերը հանդիպելու են եկեղեցում, անգամ այդ փաստը իրանց ստիպում է եկեղեցի գալ, չէ, շատ ենք գնում, հայկական միջոցառումները շատ մեծ են, հայկական ամեն ինչը շատ, Մարսելը մի քիչ ինձ թվում է այդպես քաղաքներ շատ քիչ կլինեն, որ այդքան շատ հայկական եկեղեցի ունենան, ու այդքան շատ համայնքը, այստեղ շատ մեծ է հայկական համայնքը, ճիշտ է շատ տարբեր, sense խմբերով տարբեր, բայց շատ են, շատ։ Եկեղեցի ոնց որ կապի բոլորի։ Իհարկե, կարևոր է, շատ կարևոր ու շատ երևի մի տեղն է, որ գնում ես հանգստանալու, այդ եկեղեցին է, որ այսօր օրինակ չգնացի Պատարագին, գնում եմ կիրակի օրերը պարտադիր, հնարավորինս պարտադիր, այսօր չգնացի, ասում եմ, ոչ լավ, այսօր Աստված ինձ ների, որովհետև որոշել եմ զրուցել, այսօր սենտանսի, թե չէ գնում եմ պարտադիր մասնակցում եմ։ Շատ լավ, հիմա տամ իմ վերջին հարցը, ես ասեմ նախադասությունը, դուք շարունակեք ձեր տեսակետով, Հասմիկ ջան, ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք, ինչն եք սիրում,
Արևահամ բառն եմ սիրում, հոտն եմ սիրում, շունչն եմ սիրում, ջուրն եմ, ամեն ինչն եմ սիրում։ Սիրում եմ։ Ամեն ինչը, հա։ Դե ինչ, շատ շնորհակալ եմ, շատ հաճելի, ջերմ, անուշ զրույց ունեցան։ Ոյ, փոխադարձ Շուշան ջան։ Թող այնքան հեշտ ու հաջողությամբ ամեն ինչ պսակվի, որ օրերից մի օր իրոք լսենք, որ ընտանիքով տեղավորվել եք, արդեն վերադարձել եք, ձեր աղջիկն էլ հանգիստ ապրում է Հայաստանում։ Ամեն, բոլորին մենակ ինձ չէ, ովքեր որ այդ մտադրություն ունեն, ովքեր իրենց սրտի խորքում ունեն այդ փափագը, չգիտեմ, թող բոլորին դա աշխարհի բոլոր մասերում ես ասում եմ ոչ թե մենակ Եվրոպայում, ովքեր որ ուզում են, մտածում են, թող տենց լինի, որտեղ այդ ամենակարևոր բանն է, երբ որ մարդը ասում է, ես մի հատ էլ ասեմ ու վերջացնեմ, Աստված ստեղծեց ինձ Հայաստանում։ Նշանակում է իմ տեղը հենց այդ էր, որտեղ որ ստեղծել է, թող ինձ վերև ստեղծել, չգիտեմ որտեղ, ուրեմն եթե ես ծնվել եմ Հայաստանում ու հայ, ուրեմն պետք է մեղել մնամ։ Всё, ես մտքին եմ, դա Աստված բոլորին տենց լինի ու բոլորի տեղը, իրանց երկրում լինի, որտեղ որ իրանց Աստված ստեղծել է։ Լավիվ համամիտ եմ։ Շնորհակալ եմ Շուշան ջան։ Ես էլ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, ձեզ լավոշ։ Ձեզ նույնպես։ Տարբեր հանդիպենք։ Կուզեք Մարսելում, ստացվի Հայաստանում։ Աստված առաջ, հաջողություն Շուշան ջան։ Հաջողություն ձեզ։